Վենսի շառը եւ հայաստանյան ընտրությունները։ Նկատել եք, չէ, հետաքրքիր այսպիսի օրինաչափություն կա, որտեղ հայտնվում են ամերիկացիները, շատ դեպքերում այն տեխնացուները, ում իրենք աջակցում են, պարտվում են։ Իլոն Մասկը հայտնվեց Գերմանիայում, աչերը պարտվեցին, J.D. Vance-ը եկել էր Հունգարիա ընտրությունից մի քանի օր առաջ, Վիկտոր Օրբանը խայտառակ պարտություն կրեց։ Հիշեք, ինչ էր անում այստեղ J.D. Vance-ը։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանին աջակցություն էր ցուցաբերում, իշխանական քարոզչա մեքենաներ ողջևորվել էր, ասում էր այո, անդիմադիրները կասեն, որ իրենք խառնվում են Հայաստանի գործերի մեջ, բայց դե դա ցույց է տալիս, որ երբ որ Vance ասում է, որ աջակցում է Փաշինյանին, դա նշանակում է, որ մի շարք ծրագրեր ունեն իրենք, որոնք կապում են անձամբ Փաշինյանի հետ։ Լավ, իսկ որոնք են այդ ծրագրերը։ Այդ ծրագրերից ակնհայտ է, այդ ծրագրերից մեկը թրիպն է։ Թրիպը ինչ է, դա հակաիրանական սանիտարական կորդոն է Հայաստանի Հանրապետության տարածքում եւ առնվազն կա տպավորություն, որ թե Իրանի նոր դեսպանը Հայաստանում, թե ընդհանրապես Իրանի իշխանությունները գիտակցում են այս ամեն ինչը եւ բավականին զուսպ գնահատականներ են տալիս, բայց նաեւ պետք է արձանագրենք հետեւյալը։ Տեսեք, այնինչ ամերիկացիները անում են հիմա մեր տարածաշրջանի պետություններից մեկի դեմ, խոսքի Իրանի Իսլամական Հանրապետության մասն է, մեզ համար սպառնալիք է ներկայացնում։ Պատկերացնենք մի իրավիճակ, երբ որ պատերազմական գործողությունները նաև այն ինտենսիվությունը ռմբակոծությունների, որը կար, շարունակվի, կրկին ասենք, փախստականների հարցը ոնց է լուծվելու։ Ակնհայտ է, որ նաև փախստականները պետք է գան Հայաստանի Հանրապետություն։ Բացի ամեն ինչից, տեսեք, շատ է խոսվել այն մասին, որ 22 թվականի իրադարձությունների ժամանակ Ջերմուկի հարակից տարածքում ռուսական զորքերի ներկայությունը, Արցախից եկած մեր հատուկ ջոկատային եղբայրների արկայությունը, ինչպես նաև իրանական գործոնը, իրանական զորքերի զորաշարժը թույլ չտվեցին ադրբեջանցիներին կտրել Հայաստանի Հանրապետությունը, կիսել Հայաստանի Հանրապետությունը եւ ստանալ Զանգեզուրի միջանցք։ Հիմա եթե իրենք ոչնչացնեն Իրանը ներկայիս իր կոնֆիգուրացիայով, դա ինչ է լինելու Հայաստանի Հանրապետության համար։ Դա սպառնալիք է լինելու։ Հետևաբար, այս բոլոր գործոնները իրենք պետք է հաշվի առնվեն։ Ու եւս մի կարևոր նրբերանգ, տեսեք, ամերիկացիների աջակցության մասին։ Իհարկե, ոչ ոք չի երգում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները թիվ 1 գերտերությունն է աշխարհում, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները օվկիանոսից այն կողմ են գտնվում։ Իսկ մենք ունենք հարևան, իդեմս Իրանի Իսլամական Հանրապետության, այդպես եղել է, այդպես կա եւ այդպես միշտ պետք է լինի։ Ձեր կարծիքով իրանական կողմը հետևություններ չի անելու հայկական կողմի այս մոտեցումներից, դիրքորոշումներից, որ երբ իր դեմ պատերազմ է ընթանում, դու փաստացի մաս ես կազմում հակաիրանական ճամբարի։ Այս ամեն ինչի պտուղները քաղելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։